Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում ռևյուն է։ Մեր տաղավարում հյուրընկալել ենք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին անդամ Աշոտ Անդրեասյանին։ Բարև ձեզ, պարոն Անդրեասյան։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Անդրեասյան, երեք տեղեկացրիք, որ վայր եք դնում Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդների միության նախագահի պարտականությունները եւ դադարեցնում եք կուսակցական անդամակցությունը, այլևս Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ չեք։ Ինչով էր պայմանավորված այս որոշումը։ Ռազմիկ ջան, դա իմ անձնական որոշումն է, ես որոշել եմ առանձին լինելով անկուսակցական պայքարել իմ հայրենիքի համար, պայքարել երիտասարդների հետ, ովքեր առհասարակ չեն ցանկանում կուսակցական լինել։ Իմ գրածը չէր վերաբերվում նրան, որ ես որ չեմ դավաճանել իմ սկզբունքները, հայրենիքը կարևոր է ինձ համար ամեն ինչից եւ ամենից, չի նշանակում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում դավաճաններ են կամ նրանց համար հայրենիքը կարևոր չէ։ Ես պարզապես որոշում եմ կայացրել, որ հայրենիքի պայքարը այսուհետ իմ համար ավելի ճիշտ կլինի եւ ավելի օգտակար կլինի անկուսակցական կարգավիճակում։ Ավելի շատ դա հասկացվել էր այնպես, որ այս իրավիճակում Բարգավաճ Հայաստանը ակտիվություն չի ցուցաբերում, դրա համար եք որոշել դուրս գալ։ Նայեք, ցանկացած ձև կարող են մեկնաբանել, բայց ես ուղիղ ասում եմ, որ ես ունեմ իմ նպատակները, իմ կողքի երիտասարդները, ովքեր ինձ հետ դուրս են եկել, շատ մարդիկ, ովքեր որ նաև միանալու են ինձ իմ դուրս գալուց հետո, բոլորի խորհրդով, բոլորի հետ խորհրդակցելով մենք հարմար ենք գտել, որ հայրենիքի համար պայքարելը, մեր հայրենիքին օգուտ տալը, մեր երազանքների Հայաստան ունենալու ճանապարհը շատ ավելի հարթ կլինի անկուսակցական կարգավիճակում։ Թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունում, թե մնացած մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչի համար եմ դուրս եկել, կարծում եմ իմ ասածը պարզից էլ պարզ է եւ հասկանալի, ավել բան չեմ ցանկանում։ Ինչ ձևաչափով եք։ Ձևաչափը առաջիկա օրերի ընթացքում կներկայացնեմ հանրությանը, նաեւ կներկայացնեմ բոլոր այն անդամներին իմ թիմի, ովքեր ինձ հետ պայքարելու ենք մի ձևաչափով, որը իմ կարծիքով օգուտ կտա նրան, որ մեր երկիրը կազատվի դավաճանական իշխանությունից, մեր երկիրը իմ կարծիքով ունի մեր նման երիտասարդների կարիք։ Պարոն Անդրեասյան, մի փոքր պարզ չի ամեն դեպքում, որ մնայեք Բարգավաճ Հայաստան կուսակցությունում չեք կարող ձեր այդ պայքարը շարունակել։ Նայեք, ես նորից եմ նշում, որ ես երկար մտածել եմ, խորհրդակցել եմ իմ թիմակիցների հետ, երիտասարդների հետ եւ մենք եկել ենք եզրահանգման, որ ավելի լավ է մեր պայքարը շարունակենք անկուսակցական կարգավիճակում, որպեսզի չներկայացնենք ինչ-որ կուսակցություն։ Այսինքն ձեզ հետ միասին բազմաթիվ երիտասարդներ են դուրս եկել։ Այո, բազմաթիվ երիտասարդներ դուրս են եկել, որովհետև մենք պայքարը սկսել ենք իրար հետ եւ չենք պատրաստվում իրարից անջատ շարունակել այդ պայքարը։ Բայց անձամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից դուք ինչ եք ակնկալում, ինչ գործողություններ, որոնք չեն արվել, օրինակ քննարկել եք, չեն արվել, որովհետև ինչ-որ պատճառ եղել է ամեն դեպքում։ Ես ասեմ, որ հարգում եմ Գագիկ Ծառուկյանին, նա Հայաստանի Հանրապետության համար շատ լավ գործեր է արել, բարերար է, իրապես հայրենասեր անձնավորություն է եւ ես նրա հետ անցել եմ շատ երկար ճանապարհ։ Մենք թե դժվարությունների միջով ենք անցել իրար հետ, թիմով նրա հետ, թե լավ օրեր ենք ունեցել, սակայն ես մտածում եմ, որ այլևս չեմ կարող օգտակար լինել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Եվ կարող եմ օգտակար լինել իմ հայրենիքին, իմ թիմով, անկուսակցականի կարգավիճակում։ Ես չեմ քննարկել, ես մասնակցել եմ հանրահավաքին 2-3 օր առաջ տեղի ունեցած եւ դրա համար ոչ ինձ արգելել են մասնակցել, ոչ ասել են մասնակցի, ուզում եմ ասեմ, այդպես խնդիր չկա, պարզապես ինձ համար ավելի հարմար է, ավելի ազատ է, որ ես իմ թիմի հետ որոշեմ ինչ-որ բան անել եւ անեմ, շարժվեմ առաջ։ Եթե ես կսխալվեմ կամ ճիշտ կլինեմ եւ օգուտ կտամ իմ երկրին, դա ցույց կտա ապագան։ Իսկ ինչպես ընդունվեց ձեր որոշումը կուսակցության կողմից։ Դե տեղեկացրեցի, որ որոշում եմ կայացրել եւ հասկացան ու հայտարարություն։ Այսինքն քննարկումներ չեղան, օրինակ, եթե դուք այսինչ առաջարկն ունեք, փորձենք կուսակցության ներսում իրականացնել եւ այլն, որովհետեւ ամեն դեպքում կուսակցությունից դուրս գալը բավականին դուրս չէ։ Նայեք, ես չեմ քննարկել, մենք իրարից նեղացած չենք բաժանվել, ես չեմ առաջարկել ինչ-որ բան, որը մերժվել է կամ ինձ են առաջարկել, որ ես եմ մերժել։ Ես պարզապես երկար մտածելուց հետո, իմ թիմակիցների հետ խորհրդակցելուց հետո եկել եմ այդ եզրահանգմանը եւ իմ կուսակցության նախագահին եւ իմ կուսակից ընկերներին տեղյակ եմ պահել դրա մասին։ Ես ցանկանում եմ թե իմ անձնական գործերով զբաղվել ավելի շատ եւ զբաղվել իմ
հայրենիքի հարցերով, որը ես իմ տեսլականում ունեմ, որը ես պատկերացնում եմ, այնպես ինչպես որ ես եմ ուզում։ Այսինքն, եթե դու կուսակցությունում ես եւ անում ես քայլեր, դա վերագրվում է կուսակցությանը։ Առաջին հերթին նոր վերագրվում է քեզ։ Այսպես ես մենակ եմ, ազատ եմ եւ ինչ անեմ, դրա պատասխանատուն ես եմ, ոչ թե կուսակցությունը։ Եվ ես ցանկանում եմ այսուհետ որ լինի այդպես, առանց տողատակերի։ Իսկ առաջիկայում հնարավոր է կուսակցություն հիմնեք։ Անկեղծ եմ ասում, մի քանի ծրագրեր իմ աչքի տակ ունեմ, իմ թիմի հետ խորհրդակցել եմ, սակայն դեռևս ոչինչ չեմ որոշել, բայց որ պայքարելու եմ իմ գաղափարների համար, իմ հայրենիքի համար որևիցե ֆորմատով, որը կներկայացնեմ նաև հանրությանը, դա 100% է։ Իսկ այլ կուսակցություններից առաջարկներ եղել են երեկվանից։ Այլ կուսակցություններից միշտ են առաջարկներ եղել, ես միշտ Գագիկ Ծառուկյանին նվիրված եմ եղել եւ մերժել եմ միշտ։ Նաև այն ժամանակ, երբ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունում էի։ Դե բնականաբար հիմա էլ են եղել, բայց ես չեմ ցանկանա հիմա դրանց մասին խոսել եւ երբ որ որոշում կկայացնեմ, հանրությանը կներկայացնեմ եւ բոլորն էլ դրա մասին։ Այսինքն ամեն դեպքում չեք բացառում, որ կարող եք միանալ այլ կուսակցությունների։ Իմ կարծիքով որոշումս կայացվել է, որ պետք է անկուսակցական գործունեություն ծավալել եւ ոչինչ չեմ բացառում, բայց ես իմ որոշումներում միշտ հաստատակամ եմ եւ իմ նպատակը անկուսակցական գործունեություն ծավալելն է, այսինքն եթե ես Բարգավաճ Հայաստան կուսակցությունում էի եւ դուրս եմ եկել անկուսակցականի կարգավիճակով իմ աշխատանքները շարունակելու համար, շատ քիչ է հավանական, որ հարեմ ինչ-որ մի կուսակցության։ Այսինքն ինձ համար ընդունելի են բոլոր այն կուսակցությունները, ովքեր այն գաղափարը, որը որ ես ունեմ, իրենք նույնպես կիսում են։ Այդ բոլոր կուսակցությունները իրենց առաջնորդներով ինձ համար ընդունելի են։ Սակայն ես էլի եմ ասում, ես կցանկանամ, որ առանձին ես իմ թիմով անկուսակցականի կարգավիճակով ինչ որ մի շարժում կամ հասարակական կազմակերպություն, եթե մտածեմ եւ ինձ հետ ինձ աջակցող երիտասարդները շատ լինեն, ինչու ոչ, նաեւ կարող է եւ կուսակցություն։ Այսինքն ես կոնկրետ այս պահին չգիտեմ ինչ ֆորմատով, բայց ֆորմատը անկուսակցականի կարգավիճակով հայրենիքի համար պայքարելն է։ Կարծես ձեզ աջակցող երիտասարդները շատ են, որովհետև մեր տաղավարից դուրս էլ հիմա նրանք սպասում են ձեզ։ Բացի դրսում, միջանցքում ներքևն էլ են սպասում, հա, իրոք շատ են ու նաև կան երիտասարդներ, որ իսկապես էլի Բարգավաճի հետ չի խնդիրը, որ թեկուզ հանրապետական կուսակցությունից լինես կամ Հայաստան դաշինքին հարես, կան երիտասարդներ, ովքեր ամենայն հարգանքով բոլոր այդ նշած կուսակցություններին չեն ցանկանում կուսակցություն մտնել։ Օրինակ ես ամենօրյա աշխատանքների, շփումների շնորհիվ հասկացել եմ, որ երիտասարդներին այսօր հայրենիքը ավելի շատ է հետաքրքրում, քան որևիցե կուսակցություն կամ նրանց ինչ որ շահ ունենալը։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ տարբեր գաղափարներ, տարբեր թիմերի ուղղվածություն ունեցող երիտասարդների կարող եմ համախմբել իմ շուրջ եւ նրանք չեն կաշկանդվի, որ ինչ որ մի կուսակցության են հարում եւ մենք կկարողանանք հայրենիքի համար պայքարում մեծ օգուտ տալ։ Իսկ ո՞րն է անելիքը երիտասարդների այս իրավիճակում։ Մենք պետքա քննարկենք իրար հետ եւ ֆորմատը հասկանանք։ Ես չեմ բացառում, որ մենք առանձին չենք մասնակցի ցույցերին, այսինքն բոլոր այն ուժերը ես նշեցի, ովքեր ում հետ որ ես իմ գաղափարը կիսում եմ, մենք շատ հավանական է, որ կմասնակցենք այդ հանրահավաքներին, ցույցերին, փողոցային պայքարներին եւ ինձ ուղղակի ժամանակ է պետք հասկանալու, թե ինչ ֆորմատով ես պետք է դա անեմ, քանի որ հիմա երեկվանից մինչև այսօր շատ քիչ ժամանակ է անցել եւ զանգերն էլ էին շատ հետաքրքրությունները, ես բնական է, որ դեռ չեմ մարդկանց հետ խոսել, թե իմ թիմակիցների, թե այլ տեղերից առաջարկություն անողների, ոչինչ չեմ խոսել եւ հիմա այս պահին չեմ կարող որևիցե հստակ բան ասել, բայց ընդհանուր միտքը կարծում եմ բոլորի համար պարզ է։ Իսկ ձեր դիտարկմամբ, պարոն Անդրեասյան, երկրում արկա իրավիճակում ինչ անելիք ունեն կուսակցությունները։ Իմ կարծիքով բոլոր այն կուսակցությունները, որոնք մտածում են Հայաստանի Հանրապետության շահի համար, որոնք մտածում են Արցախը չկորցնելու համար, որոնք մտածում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անկախ լինելու համար, Հայաստանի Հանրապետության պետականությունը դրոշը օրհներգը չկորցնելու համար, պետք է առաջին հերթին մերժեն Թուրքին, մերժեն Թուրքի հետ բարեկամությունը եւ պետք է վտարեն այն Թուրքին Հայաստանից, ով բարեկամության սկիզբ է փորձում դնել թուրքերի հետ, մեր զոհերի արյունը ուրանալով, մեր հողերը ուրանալով, Արցախը ուրանալով, այսինքն մենք չենք կարող շահադիտական նկարտումներից ելնելով Թուրքի հետ բարեկամություն անել,
Սակայն համ ամբողջ աշխարհի կողմից, համ բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր որ տեսնում են, որ դա սխալ է, լինել կզած, այսինքն իրանք բոլորի կողմից երևում է որ Թուրքիա առաջ կզած են, այսինքն դա բարեկամություն չէ, ստրկություն է։ Բարեկամությունը, խաղաղությունը եւ մնացած այլ բաները ստիպում են ուժով, ստիպում են արժանապատվորեն, ոչ թե 5000 զոհ տալով, կապիտուլյացիա ստորագրելով, Արցախը հանձնելով, Հայաստանի Հանրապետության տարածքները հանձնելով, նմանատիպ բան չի կարող լինել։ Չես կարող քո հարևանի հետ կռված լինել, գնալ իրանց տան կեսը վերցնել, կնոջը մորթել, երեխային մորթել, տան ունեցվածքը վերցնել, հետո 10 օր հետո միջնորդ գտնել, որպեսի գնա քո հարևանին ասի, որ դու այդ ամեն ինչ արել ես բարեկամանալու նպատակով եւ այսօրվանից ուզում ես բարեկամ մնաս, իրար հետ առավոտյան սուրճ խմեք, հաց կիսեք, այսինքն դա անհնար բան է, անմտություն։ Այդ դեպքում ինչու են խաղաղության օրակարգերը առաջ մղում։ Խաղաղության օրակարգերը առաջ են մղում, որովհետեւ ես ասացի, այս իշխանությունները Թուրքի շահն են առաջ տանում։ Նրանք չեն կարողանում Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության շահը առաջ տանել։ Նրանց գլխում կա այլ բան, որը ես լինելով հայ չեմ կարող ասել, թե ինչ կա նրանց գլխում, բայց որ ինչ որ կա Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանի շահին օգուտ չէ եւ կործանարել է մեր համար, դա փաստ է։ Մենք բոլորս դա տեսնում ենք։ Ինչ քայլեր պետք է արվեն գործող իշխանություններին հեռացնելու համար, որովհետև կարծիքներ կան, որ փողոցային պայքարն անիմաստ է։ Գործող չէ, անիմաստ չի, որովհետև եթե փողոցում պայքարի բավարարչափ թվով մարդ, փողոցում պայքարեն մարդիկ, ովքեր որ ես տեսել եմ այդ մարդկանց, էլ իրար հետ ենք պայքարել, այդտեղ չկա մարդ, ով պատրաստ չի իր հայրենիքի համար ամեն ինչի։ Այդ մարդկանց պետք է առաջնորդել ուղակի։ Այդ մարդկանց պետք է հանրահավաքից հետո չճանապարհել տուն։ Պետք է նստածույցեր լինեն, պետք է ամեն ինչ անել, որպեսզի գործող իշխանությունը, ես չեմ ասում պետք է կառավարությունը տարակացնել, որովհետև սա մեր երկիրն է եւ ես նման ծայրահեղական բաներին կողմ չեմ, սակայն պետք է ներկա իշխանությունը, կառավարությունը, նրանց падգամավորները, նախարարները հասկանան, որ իրանք այնքան սխալներ են թույլ տվել, որ իրենց անհարմար է մտնել են շենքեր, որտեղից որ իրենք այդ դավադրությունները կազմակերպում են։ Այսինքն իրենք պետք է հասկանան, որ իրենք այլևս անելիք չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք ասում են, որ վերընտրվել են։ Իրենք վերընտրվել են, որովհետև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներ հանուն արդարության պետք է ասեմ շատ բարկացնող է այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանին մոտ 52% մեր հայրենակիցներից ձայն է տվել, սակայն մենք մարդկանց չենք կարող նեղացնել, վիրավորել։ Իրանք մեր հայրենակիցներն են, իրանք նույնպես հայ են եւ մեր կարևորագույն աշխատանքը պետք է լինի այնտեղ, որ մեր հայրենակիցներին մեր կողքը կանգնեցնենք, ոչ թե նրանց ժեղ կամ օխլոզ ասելով վիրավորենք, որովհետև այդ ամեն ինչից իրանք հասկանում են, որ չէ, Նիկոլ Փաշինյանի կողքը լինելը ճիշտ է, որովհետև այս մի կողմից իրանք վիրավորում են։ Մենք պետք է իրանք ճիշտ ճանապարհի բերենք, մենք պետք է իրանք աչքերը ամեն ինչի գնով բացենք։ Ու ես կրկնում եմ, այդ մարդկանց թիվը, ճիշտ է, սա արդեն ծեծված թեմա է, որովհետև 3 տարի առաջ էլ էինք ասում, որ մարդիկ, հա, աստիճանաբար է լինում։ Նիկոլը հավաքեց 80% ձայն, հետո 70, հիմա 52։ Պետք է անենց անել, որ Նիկոլ Փաշինյանը երկրի իշխանության գլխում չլինի ուղղակի։ Եվ հանրահավաքն էլ ցույց տվեց, որ մարդիկ շատացել են, այսինքն դա նշանակում է, որ մարդիկ ցանկանում են Նիկոլ Փաշինյանը հեռանա եւ հայրենիքը մարդկանց համար ավելի թանկ։ Այս կընտրություններին բացի այն, որ կան մարդիկ, ովքեր մոլորության մեջ են, կան մեծ թվով մարդիկ, ովքեր ինչ որ գործի համար, աշխատանքից չհեռանալու համար, ռեպրեսիաների ենթարկվելով, ինչ որ բանի դիմաց գնացել են ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Այդ մարդկանց նույնպես պետքա բացատրել, հորդորել, խնդրել, որ ամեն ինչ փողի, գործի, շահի մեջ չէ, հայրենիքից թանկ ոչինչ չկա, իմ կարծիքով։ Որովհետև նույնը ես երիտասարդների միության նախագահ էի, իմ համար այդ թանկ չի, թանկ է հայրենիքը, որովհետև ինձ լավ էր այդպես։ Հասկանում եք, ես ասեցի, որ անկուսակցական լինելով ես ավելի շատ օգուտ կարող եմ տալ հայրենիքին։ Ես իմ քայլերը արել եմ ոչ թե իմ բյուջեն ավելացնելու կամ իմ անձնական շահը առաջ տանելու համար, ես դա արել եմ, որովհետև կարծում եմ, որ հայրենիքին տենց ավելի շատ օգուտ կտամ։ Ցանկացած մարդ, որ այդպես մտածի, ես կարծում եմ մեր պայքարը հաջողության կհասնի, մեր հայրենիքը կփրկվի։ Պարոն Անդրեասյան, վերջում դուք ինչ դիտարկում ունեք կամ ինչպես եք գնահատում ազգային ժողովրդավարական բևեռի ներկայացուցիչների կողմից Արցախի դրոշը վանդալիզմի ենթարկելը։ Դա հայը չի կարող նմանատիպ բան անել։ Նմանատիպ բանը կարող են անել Թուրքի արյուն ունեցող հայերը, ովքեր արել են այդ ամեն ինչը եւ առհասարակ այդ բևեռ, հա, ասացիք, ես անունն էլ նորմալ չեմ իմանում իրանց քաղաքական անցյալը
հենց այն ժամանակվանից, երբ որ իրենք զբաղվել են քաղաքականությամբ, շատ տարօրինակ է եւ ինչ որ ծայրահեղական անիմաստ քայլերով չես հասկանում այդ մարդիկ ինչի համար են պայքարում, իրանց ցանկացած քայլ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ է։ Իմ կարծիքով, որ իրանք հաջողության հասնեն, չնայած դա անհնար է, իրանք Նիկոլից ավելի բետար են լինելու։ Ոնց կարելի է Արցախի դրոշը ինչ որ միտեղից հանել Հայաստանի Հանրապետությունում կամ ոնց կարելի է ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր թշնամին է, ոնց կարելի է աջակցել ուկրաինացիներին այս իրավիճակում, երբ որ ուկրաինացիները մեծ ուրախությամբ իրանց քաղաքներում Ղարաբաղ Ադրբեջան ինչ որ հայտարարություններ գրելով, պաստառներ կպցնելով, ամեն ձևով թե զենքով, թե հումանիտար օգնությունով Ադրբեջանին օգնել են։ Այսօր Բևերը Ամերիկան մեր դաշնակիցը Ռուսաստան մեր թշնամին Արցախի դրոշ հանել ինչ որ անիմաստ, դա ես չեմ հասկանում, ինչ որ խզբզանք են իրանք, որը հայտնի չի թե ինչ են ուզում։ Դա այո, իրանք նույնպես մեր պետականությանը, մեր ազգային շահին դեմ են, սակայն պետք է մենք բոլորս ուշադիր լինենք, որ իրանք նույնպես չաճեն եւ դառնան Նիկոլ Փաշինյան կամ քաղաքացիական պայմանագիր, որովհետև դա կարող է բերել մի նոր աղետ եւ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը օրեցօր մեզ ոչ թե տանում է կործանման, մենք արդեն կործանվել ենք, մեզ տանում է վերացման, մենք պետք է վերջնական, շատ արագ, վճռական քայլեր անենք մեր հայրենիքը փրկելու համար, մեր երազանքների հայրենիքը ստեղծելու սկիզբը դնելու համար, որովհետև այս ամեն ինչը շատ ծանր է նստել արդեն մեր երկրի, մեր քաղաքացիների վրա, մեր անվան վրա, մեր պատվի վրա։ Միջազգային հանրությունը մեզ չի հարգում մեկ մարդու կամ մեկ մարդու եւ իր թիմակիցների շնորհիվ, մեզ լուրջ չեն ընդունում։ Օրինակ Արցախի հետ կապված ոտնձգություն է լինում, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ասում է, որ մեր զորքերը, այսինքն իրենց զորքերը, ՌԴ, ՊՆ-ի զորքերը փարուխում են եւ քարագլխում են։ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենց զորքերն են այնտեղ։ Իրանը ասում է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա պատասխան կտա, իսկ մեր պաշտպանության նախարարը վեդիում քարոզարշավ է անում, որպեսի գարիկը հաղթի ընտրություններում։ Այսինքն այստեղ կա գաղափարների, մոտեցումների խնդիր։ Այդ մարդկանց համար ոչ բանակն է կարևոր, ոչ փարուխը, ոչ քարագլուխը, ոչ Շուշին, ոչ Սյունիքը, կարևոր այն է, որ վեդիում ընտրությունները հաղթեն։ Դա կարևոր։ Այսինքն ինչքան մարդ կա իրանց կուսակցությունում, կարող էր ինչ-որ մեկը գնալ դրանով զբաղվել։ Պաշտպանության նախարարը մտահոգ լիներ այդ պահին ստեղծված իրավիճակով, որ մեկ տա ոչ չկա տենց բան։ Լենա ռուսները ադրբեջանցիների հետ զբաղվում են, արցախցիները այնտեղ ինչ-որ կամավորական ջոկատներով, զոհեր տալով պահում են այդ տարածքը, մեր զինվորները։ Պարսկաստան հայտարարություն արել է Սուրեն Պապիկյանն էլ դե վեդու ընտրություններով թող զբաղվի։ Նայեք, այս ամեն ինչը անտանելի է ու տհար, այս ամեն ինչին շատ արագ պետքա վերջ տալ, որովհետև մեր հայրենիքը կվերանա։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ 168 TV-ի եթերում ռիվյուներ, հետևեք մեր հետագա թողարկումներին։